որը կհամարեք անցնող 20-25 թվականի գլխավոր քաղաքական արդյունքը դրական կամ բացասական Հայաստանի համար։ Այո, բնականաբար դրական է եւ դա օգոստոսի 8-ի համաձայնություններն են, որտեղ կարող ենք ասենք, որ այդ իրադարձությունը ամբողջովին փոխեց Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը, դինամիկան ամբողջ տարածաշրջանի փոխվեց եւ հասկացանք, որ Հայաստանի ապագան եւ Հայաստանի կարողությունը, որպեսզի կարևոր դերակատար տարածաշրջանում ավելի զարգացավ։ Նույն ժամանակ պետք է հասկանանք այս իրադարձությունը որ տեսանկյունից 20 թվականի պատերազմից հետո Հայաստանը գտնվեց շատ ահռելի վատ վիճակի մեջ։ Կլիներ մեր անվտանգության կարողությունները, մեր արտաքին քաղաքականության իրավիճակը եւ նույն ժամանակ մեր հարաբերությունները մեր հարավյանների հետ, նամանավանդ Ռուսաստանի հետ։ Այդքանը գիտակցելով մենք հասկացանք, որ վերջի 3-4 տարվա մեջ Հայաստանը պետք է դիմեր այն քայլերին, որ կարողանալու էր թույլ տալ Հայաստանը զարգացնել իր կարողությունները, այո, եւ լուծել այն բարդ խնդիրները, որ Հայաստանը ուներ։ Եվ բոլոր այդ աշխատանքը բերեց այս օգոստոսի 8-ի համաձայնություններին։ Ինչին ենք գալի։ Երբ որ հասկացանք, որ Ռուսաստանը այլևս Հայաստանի իսկական ազնիվ անվտանգության գործընկերը չի, երբ որ հասկացանք, որ ունենք երկու կողմից այն տեսակի հարևաններ, ովքեր որ տևական աշխատում են Հայաստանի Հանրապետության շահերի դեմ, եւ հասկացանք, որ Հայաստանը իսկապես մենակ է գտնվում տարածաշրջանում, պետք է մեր արտաքին քաղաքականությունը եւ մեր ռազմավարությունը փոխենք։ Եվ այդ ռազմավարությունը գնացինք դեպի այս դիվերսիֆիկացիայի ռազմավարությանը եւ Հայաստանը շրջադարձարեց դեպի արևմուտք եւ տեսանք, որ մեր անվտանգության վիճակը եւ միջազգային հարաբերության կարողությունները ամբողջովին փոխվեցին։ Եվ այդ աշխատանքները բերեցին այս օգոստոսի 8-ի իրադարձություններին։ Եվ ինչ տվեց օգոստոսի 8-ը Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանի Հանրապետությանը տվեց այն զսպողության կարողությունը, որ մենք անցյալում չենք ունեցել։ Այսինքն, եթե օգոստոսի 8-ից առաջ մենք տևական ունենք այն մտահոգությունը, որ Ադրբեջանը հարձակվելու է, ունենք այն մտահոգությունը, որ մենք չենք կարողանալու լուծենք մեր անվտանգության խնդիրները, օգոստոսի 8-ը իսկապես ստեղծեց մի իրավիճակ եւ ստեղծեց նոր անվտանգության համակարգ, որը թույլ է տալի Հայաստանի Հանրապետությունը լուծի իր անվտանգության խնդիրը, որովհետև մենք կարող ենք ձևեր գտնենք, որ լուծենք մեր տնտեսական խնդիրները, մենք կարող ենք ձևեր գտնենք, որ լուծենք այն տարբեր խնդիրները, բայց անվտանգությունը իսկապես մեր համար ամենակարևոր համար առաջին խնդիրն է, որ դժվարությունով ենք լուծում։ Եվ օգոստոսի 8-ի իրադարձությունները այս Վաշինգտոնի ակորդի համաձայնությունները իսկապես ամբողջովին փոխեց այդ դինամիկան։ Այսինքն մեր ժողովուրդը օգոստոսի 8-ից առաջ, եթե ուներ այն մտահոգությունները, հասկացանք, որ օգոստոսի 8-ից հետո դա ամբողջովին փոխվել է։ Սա չի կոչվում, որ խաղաղությունը ապահովել է։ Այո, բայց ունենք կարգավորման գործընթաց, որը տանում է դեպի խաղաղության։ Այդ տեսանկյունից, եթե մենք իսկապես մտահոգված էինք, որ պատերազմի հավանականությունը բարձր է, հարձակման հավանականությունը բարձր է, եւ բոլորին ակնհայտ է, որ անկայունությունը թույլ չի տալի ունենանք ժողովրդավարական զարգացում, տնտեսական զարգացում, այդ խնդիրները լուծվեցին։ Դրա համար համակարգված տեսանկյունից օգոստոսի 8-ի իրադարձությունները իսկապես ամենակարևոր եւ դրական իրադարձություններն էին 2025 թվին։ Նայեք, Ռուսաստանը մտահոգված է որ տեսանկյունից։ Եթե իրենք մինչև 2024 թիվը հեգեմոնն էին տարածաշրջանում, դա այլևս փոխվել է։ Այսինքն Ռուսաստանը չունի այլևս ոչ մի քաղաքական ազդեցություն Հայաստանի Հանրապետությունում, նա չունի քաղաքական ազդեցություն Վրաստանում, փորձում է վերականգնեցնել, բայց իսկապես չունի, եւ նա չունի քաղաքական ազդեցություն Ադրբեջանում։ Այսինքն Հարավային Կովկասը Հարավային Կովկասը երկար ժամանակ կազմել էր Ռուսաստանի հարավային անվտանգության գոտին եւ Հայաստանը եղել էր անկյունակարը այդ ռազմավարության, դա փլուզվեց։ Հիմա Ռուսաստանը ձև է գտնում, որ վերադառնա տարածաշրջան։ Եվ մի հույսը որ նա ուներ, այդ Զանգեսուր կոչված տրամաբանությունն էր, որը Ադրբեջանը պետք է Ռուսաստանի համար ապահովեր։ Տրամաբանությունը հետեւյալն էր. Ռուսաստանը տվեց Արցախը
Ադրբեջանին եւ Ալիևը խոսք էր տվել Զանգեզուրի միջանցք Ռուսաստանին։ Որտեւ եթե մենք նայենք նոյեմբերի 9-ի համաձայնությանը, այդ միջանցքը, որ իրենք նախատեսել էին, դա պետքա հսկեր ռուսական զորքերը։ Այսինքն Ռուսաստանը վերադառնում էր Հայաստան եւ Հայաստանը մեջտեղից կիսում էր, որտեւ այդ միջանցքը ռուսական զորքերն էին հսկելու։ Բայց դա չիրականացվեց։ Եվ երբ որ այս թրիփի ճանապարհը այդ օգոստոսի 8-ի համաձայնությունները բերեցին ներկա իրավիճակը, որ մենք ունենք, Ռուսաստանը փորձում է ձև գտնի, որ վերադառնա Հարավային Կովկաս եւ ներգրավված լինի այս Թրամփի լայն ծրագրին։ Բայց այնտեղ տրամաբանություն չկա, երբ որ ասում են, որ Ռուսաստանը ներգրավելու է եւ Ռուսաստանը դեր է տանելու այս ծրագրին։ Այսինքն Միացյալ Նահանգների տեսանկյունից դա բացառվում է, պաշտոնական Երևանի տեսանկյունից դա բացառվում է, Ռուսաստանի արտգործ նախարարությունը կարող է ասի նա ինչ ուզում է որ ասի, եւ մեր հասարակության մեջ այն ովքեր իրենց համարում են փորձագետ, մասնագետ եւ այլն, իրենք կարող են ասել ինչ որ ուզում են ասեն, բայց որոշում կայացնողները, այն դերակատարները, որ կարող կայացնեն այդ որոշումը, իրենց համար ոչ թե միայն անընդունելի է, բացառվում է, որ Ռուսաստանը կարողանա դեր տանի այս գործընթացին։ Երկրորդը Թրամփի ուղին հիմնված է այն տրամաբանության վրա, որ սա ստեղծելու է կայունություն, սա կարգավորելու է տարածաշրջանը, սա ապահովելու է ապագայում խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ եւ Միացյալ Նահանգները դառնալու է եւ դարձել է եւ դառնալու է ամենահզոր դերակատարը տարածաշրջանում։ Եթե դա է ռազմավարությունը, որն է տրամաբանությունը, որ Ռուսաստանը ներգրավի այս գործընթացի մեջ։ Դե ասում է կոնցեսիոն կառավարում, երկաթուղիները մերն են, երկաթուղին կանցնի ռուս սահմանապահների պատասխանատվության գոտիներով ես նորից մեջ վերեցի այդ երկաթուղիների ճանապարհ, այդ թեման կապ չունի Թրամփի ուղիի հետ, որտեվ նոր երկաթուղիներ են կառուցվելու, այո։ Եվ հայտարարվել է, որ այդ երկաթուղին չի վերահսկվի Հարավկովկասյան այդ Ռուսաստանի կողմից։ Արդեն պարզ է, որ այո, այն բաները, որ Ռուսաստանը նախատեսել էր կամ փորձում էր օգտագործել որպեսզի ճնշմալծակ, դա չի վերաբերում այս իրավիճակին։ Այդ առումով կարող ենք ասենք, որ ոչ թե միայն Ռուսաստանը դուրս է մնալու այս գործընթացից, նա շանս չունի օգտագործի Թրամփի ուղին, որպեսզի վերադառնա տարածաշրջան։ Միացյալ Նահանգները ինչ պատճառ ունի, որ Ռուսաստանին զիջի այս հարցով։ Այնտեղ տրամաբանություն չկա, այո։ Նույն ժամանակ, երբ որ հասկանում ենք, որ Միացյալ Նահանգները համարում են Ռուսաստանին ամենաառաջին ապակառուցողային դերակատարը տարածաշրջանում։ Այսինքն Միացյալ Նահանգների տեսանկյունից Ռուսաստանը 35 տարի ոչ թե զբաղվել է խաղաղությունով կամ խաղաղություն ձեռք բերելով, այլ նա զբաղվել է հակամարտություն կառավարելով։ Միացյալ Նահանգները համարում է Ռուսաստանին իսկապես հակաամերիկական դերակատար եւ տարածաշրջանի առումով հակախաղաղության գործիչ։ Այդ տեսանկյունից ոնց կարող է սպերես մի դերակատարի, այո, մի երկրի, ով գիշեր-ցերեկ աշխատել է, որ տարածաշրջանում ոչ թե ունենա կայունություն եւ աճ, բայց հակառակը հակամարտություն, որ նա կարողանա կառավարի եւ պահպանի իր հեգեմոնիկ կարգավիճակը։ Այդ տեսանկյունից բացառվում է, որ Միացյալ Նահանգները զիջումներ կանի կամ թույլ կտա Ռուսաստանը վերադառնա։ Այսինքն դա կհակասի եւ հակասում է Միացյալ Նահանգների շահերին։ Այդ տեսանկյունից երբ տեսնում ես այս տեսակի հակասություններ կան, դա բնականաբար երբեք չի թույլատրվի Միացյալ Նահանգների տեսանկյունից։ Նույնը Հայաստանի տեսանկյունից, այսինքն Հայաստանի կառավարությունը 2022 թվականին, երբ որ շրջադարձարը ստեվի արևմուտք, մենք մեր համար ակնհայտ էր, մենք դասեր էինք քաղել, որ հասկացանք, որ Ռուսաստանի կախվածության համակարգի մեջ գտնվելով ստացանք ինչ որ մենք ստացանք։ Այդ տեսանկյունից Ռուսաստանին թույլ տալ վերադառնալ տարածաշրջան եւ Ռուսաստանի ներգրավենք այս գործընթացի մեջ, որը մենք աշխատել ենք 30 տարի, որ իսկապես անջատվենք Ռուսաստանի ազդեցությունից, դա այնտեղ այդտեղի նույն ժամանակ ունեն մեզ նույն հակասությունը։ Այսինքն ոնց կարող ես աշխատանք տանես, այո, որ անջատվես այս անառողջ կախվածության համակարգից, բայց նույն ժամանակ ասես ոչինչ, մենք զիջում ենք անում եւ վերադառնալու ենք այդ համակարգին։ Այդ առումով սա բացառվում է։